Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք մեր հարցազրույցների շարքը Երևանի ավագանու ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի նախընտրական ցուցակները գլխավորող թեկնածուների հետ այսօր մեր հյուրն է Բարև Դաշինք կուսակցության առաջի համար Արմեն Մարտիրոսյանը, բարև ձեզ, շնորհակալություն, որ եկել եք։ Պարոն Մարտիրոսյան, Բարև Երևանը ամենաշրջապարակեց իր ծրագիրը, բայց փոխարեն այն շատ մանրամասն է եւ ընդգրկում է մայրաքաղաքի կառավարման գրեթե բոլոր խնդիրները։ Ես խնդրում եմ նշեք առաջնահերթ լուծման կարոտ 2-3 խնդիրներ դրանցից, որովհետեւ խնդիրները իրապես շատ են եւ ինչ որ բանից պետք է սկսել։ Այստեղ մի փոքր երևի թե ճաշակի խնդիր կա, թե որ քաղաքացին ինչ խնդիր է առաջնահերթ համարում, որովհետեւ բնականաբար բնակարաններում բազմահարկ շենքերում բնակվող քաղաքացիների համար առաջնահերթ խնդիրը վերելակների խնդիրը, շենքերի շահագործման հարցերի հետ կապված խնդիրները, այն քաղաքացիները, ովքեր ամեն առավոտյան գնում են աշխատանքի, երեկոյան վերադառնում են եւ այս տարիների ընթացքում թեքված արտակոլված վիճակով են անընդհատ երթևեկում, իրենց համար բնականաբար առաջնային խնդիրը տրանսպորտի խնդիրը, այն անձիկ, ովքեր վարորդ են, իրենց համար բնականաբար առաջնային խնդիր է համարվում ճանապարհների որակի խնդիրը, անցանելիության խնդիրը, այսինքն խնդիրները տարբեր խմբերի համար առաջնահերթ են համարվում ըստ իրենց կարևորության։ Բայց երևի թե ինձ համար էլ որպես նաև քաղաքական գործչի առաջնահերթ է համարվում երևի թե հենց քաղաքական խնդիրները Երևան քաղաքի հետ կապված, կառավարման հետ կապված, իսկ բարձր մի փոքր ինձ համար որպես քաղաքական գործչի առաջնահերթ են քաղաքական խնդիրները, որովհետև այնուամենայնիվ բոլոր հարցերում Երևան քաղաքի այդ խնդիրների, որոնք առաջացել են, ես տեսնում եմ քաղաքական հետքը եւ ցանկացած պարագայում ես տեսնում եմ, որ այդ խնդիրների լուծումը եւս հենց քաղաքական հարթությունում է լինելու։ Տեսեք, հիմա այս տարիների ընթացքում ձևավորվել է կառավարման համակարգ, որը բացառապես ուղղված է նրան, որ մի խումբ անձինք կլինեն դրանք կուսակցության ներկայացուցիչներ, բիզնես, այսպես ասեմ, էլիտայի ներկայացուցիչներ, բայց ամենայն դեպս կառավարման համակարգ, որը ընդամենը մի խումբ անձանց գերհարստացմանն է ուղղված եւ ոչ երբեք քաղաքացիների շահերի սպասարկմանը։ Հակառակ պարագայում օրինակ մի դրվագ ընդամենը կբերեմ։ Տարիներ շարունակ մենք բոլորս երթևեկում ենք երթուղային տաքսիներով, միկրոավտոբուսներով, վճարելով 100 դրամ։ Պայստամասերը թանկացել են, գազի գինը բարձրացել է, մի խոսքով ամեն ինչ բարձրացել է, բայց ուղևորափոխադրումը մնացել է 100 դրամ։ Ինչի է այդպես, որտեվ ի սկզբանե այնպիսի գին է սահմանված եղել, որը գերշահույթներ ապահովելուն է միտված եղել։ Եվ բնականաբար այդ երթուղիներն էլ գծի տերերը էլի նույն նեղ շրջապատի անձինք են եւ իշխանության, այսպես ասեմ, առաջի դեմքը Երևանում որքան էլ փոխվում է, սկսած Երվան Զախարյաններ, հետո Գագիկ Էմբեգլարյան, հետո Կարենը Կարապետյան, հետո Տարոնը Մարգարյան, մինչև այդ էլ բնականաբար ուրիշներն էին, բայց միևնույնն է։ Ինքը սիստեմը արդեն այլևս կայացած է եւ բացառապես այդ խումբն է, որ կարող է ուղևորափոխադրում իրականացնել։ Իհարկե դրա մեջ պակաս թիվ չեն կազմում պաշտոնատար անձիկ, գործող, ներկա, անցյալ, բայց ցանկացած պարագայում համակարգը արդեն այդպեսին կառուցված է եւ ինձ համար որպես քաղաքական գործիչ շատ կարեւոր է կառավարման այդ համակարգը քանդելը եւ նոր կառավարման համակարգ ստեղծելը, որի հիմքը պետք է լինի քաղաքացիների շահերի սպասարկումը։ Ցանկացած պարագայում ես տեսնում եմ, որ
ինչ-որ մի հատ կենթանին վրով անընդհատ ման է գալիս և խանգարում է, բայց ամենայն դեպս ցանկացած պարագայում ես տեսնում եմ, որ կառավարման համակարգի փոփոխության խնդիրը առաջնահերթ է։ Շատ լավ, որովհետև, չէ, ես այս միտքը ուզում եմ ամբողջովին ավարտեմ, որովհետև տեսեք մի ուրիշ խնդիր է առաջացել։ Տարիներ շարունակ ադմինիստրատիվ ռեսուրսը ընտրությունների ժամանակ օգտագործվում է։ Ուսուցիչները ստիպված ծնողներին են հորդորում, ստիպված բերում են ծնողներին իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումների, նույնը մանկավարժներին բոլոր, ասենք մանկապարտեզների դաստիարակները, նույնը թաղապետարանի աշխատողները, քաղաքապետարանի աշխատողները, համատիրությունները, որը ըստ էության ընտրովի մարմին պետք է լիներ, որը պետք է բացառապես շենքերի շահագործման հարցերի հետ զբաղված լինեն այդ անձինք, դարձել են ըստ էության կարելի ասել հանրապետական կուսակցության ինչ-որ մասնաճյուղեր, որտեղ բացառապես իրենց համար են աշխատում, իրենց հիմնական գործը թողած ձայնաբերությամբ են զբաղվում, գույքագրում են անում, թե շենքում ինչ աշխատանք պետք է կատարեն, կամ որ բնակարաններում են բնակվում, ինչքան մարդ է բնակվում, որտեղ կարող են գալ քվեարկել եւ այլ եւ այլ։ Դրան զուգահեռ բավականին գումար են հավաքում, ես ճիշտ ասած ինքս չեմ մուծում, որովհետեւ կինս եմ մուծում, տանը չեմ լինում, բայց այն օրը մի քաղաքացի որ հարցրեց արդյոք դուք մուծում եք թե չէ, ասի հա, գիտեմ որ հաստատ մուծում ենք, հակառակ պարագայում արդեն թերթերին եւս ասած կլիներ, որ Արմեն Մարտիրոսյանը չի վճարում, բայց ուզում է ավականու տեխնացու լինի, բայց վերջը իմացա, ամսական մոտապես 3000, չգիտեմ ինչքան գումար ենք մուծում, այսինքն եթե դա ամբողջ շենքի կտրվածքով ենք վերցնում, բավականին գումար է լինում, բայց այն ծառայությունները, որ այդ գումարի շրջանակում կարելի է սպասել, չես տեսնում։ Ուստի եւ միանշանակ Բարև Երևան դաշինքի հաղթանակի պարագայում մենք ունենալու ենք այլ իրավիճակ, երբ ուսուցիչը բացառապես իր գործով է զբաղված լինելու։ Մատաղ սերնդի դաստիարակության, կրթության, ուսուցման հարցերով։ Նույնը վերաբերում է մանկապարտեզների դաստիարակներին։ Համատիրությունները իսկապես ընտրովի են լինելու, թափանցիկ է լինելու իրենց գործունեությունը եւ օրենքի այն պահանջը, որ ամիսը մեկ պարտադիր պետք է ներկայացնեն հաշվետվություն, դա իրականացնելու են։ Քաղաքացին արդեն ծառայություն է պահանջելու համատիրության ներկայացուցիչից, որովհետեւ քաղաքական պատվեր իր վրա չի լինելու եւ ինքը ազատ է լինելու բացառապես իր պարտականությունները կատարելու համար։ Նույնը վերաբերում է եւ վարչական շրջանների աշխատողներին եւ քաղաքապետարանի աշխատողներին։ Կադրային ջար չի լինելու։ Իհարկե այն անձիկ, ովքեր այս տարիների ընթացքում կոպտագույն խախտումներ են թույլ տվել, իրենք բնականաբար կազատվեն, բայց դրանք որպես օրենք շատ քիչ թվով մարդիկ են լինում, որտեղ հիմնական զանգված աշխատողների այնուամենայնիվ նորմալ աշխատողներ են, որոնք ընդամենը հրաման են կատարում։ Ուստի ին որպես քաղաքապետի տեխնացուի կարծում եմ, որ առաջնահերթ մենք ունենք ազատության խնդիրը եւ Երևան քաղաքի բնակչին մենք պետք է վերենք այն ազատությունը, որը ինքը տարիներ շարունակ ունեցել է։ Շատ լավ։ Ծրագրում խոսվում է Երևանի կառավարման իրավունքի չարս օգտագործելու, պետական միջոցների թալանի, ատկատների մասին, Երևանի գլխավոր հատակագծի խախտման մասին։ Սրանք բոլորը մեղադրանքներ են, որոնք երևի կոնկրետ հասցեատերեր ունեն թե ոչ։ Եվ կլինեն արդյոք դրանց իրավական հետևանքները, եթե դաշինքը պարտադիր մենք հետամուտ ենք լինելու, թե ինչպես է պատահել, որ քաղաքաշինական նորմեր են խախտվել, անօրինական որոշումներ են ընդունվել, դրա իրավական, այսպես ասեմ, ընթացքը լինելու է, բայց հիմա տեսեք մի խնդրի առջև ենք, օրինակ, ես տեսնում եմ կանգնած է։ Նարեկը Սարգսյան, որը երկար ժամանակ քաղաքի գլխավոր ճարտարապետն է եղել, իր հարցազրույցներից մեկում ասում էր, որ Հյուսիսային պողոտայում, ասենք, այն առաջի շենքերը մի քանի հարկ օրենքից դուրս կառուցվել է եւ մենք չկարողացանք կանգնեցնել դա։ Ինչ է նշանակում, քաղաքի գլխավոր ճարտարապետը չի կարողանում ապօրինի շինարարություն կանգնեցնել։ Դա նշանակում է, որ կամ իրենից բարձր կանգնած ղեկավարն է թույլատրել, դա նշանակում է, որ իրավապահ մարմինների հետ ինչ որ հանցագործ համաձայնություն է եղել, ուրիշ տարբերակ, որտեղ հնարավոր չէ։ Մենք միասին կարող ենք գնալ Երևանի
ծայրամասային կետում մի քար դնենք իրար հետ ու կտեսնենք, որ 5-6 հոգի ուժային կառույցներով, վարչական շրջանի ներկայացուցիչներ, քաղաքապետարանի գազք եւ այլ, բոլորը միանգամից հավաքվում են։ Այդ ինչպես է լինում երկու քաղաքի կենտրոնում ավել կառուցում են ու որևէ մեկը պատժի չի առաջանում, որ նշանակում է խնդիր կա։ Հիմա դրա իրավական հետևանքը, դրա իրավական լուծումը մենք պետք է բնականաբար հետամուտ լինենք, թե ինչպես է այդ հանցագործությունը տեղի ունեցել։ Բայց չեմ կարծում, որ ճիշտ լինի օրինակ այդ երկու հարկը վերցնել եւ քանդել։ Այսինքն այն ինչ որ կառուցել է, պարզ է շատ դեպքերում, եթե ասենք մի հարկանի կառույց չէ կամ չգիտեմ ինչ որ սրճարան չէ եւ այլ, սխալ կլինի քանդելը, բայց այդ որոշումների ետևից անպայման պետք է գնալ եւ տեսնել, թե այդ ապօրինի որոշումները ինչպես են կայացվել։ Եվ մեղավորները երևի։ Բնական, դե հենց այդ եմ ասում, դա ես հենց այդ եմ ասում, որ այդ հետքերով պետք է գնանք, իսկ դա արդեն իրավական գործընթաց է եւ իրավապահ մարմինները դատարանները այդ հարցով կզբաղվեն, ով է մեղավոր եւ ինչու համար է մեղավոր։ Ան Մարտիրոսյան, ստացվում է այնպես, որ բոլոր քաղաքապետերը, ասենք կանաչ տարածքների հաշվին շինարարություն, ապօրինի շինարարություն, մարդկանց շահերի ոտնահարում եւ այլը, դրա այն որոշումները, որոնց հիման վրա այդ ամենը կատարվում է, բարձում է, որ բոլոր որոշումները կայացվել են նախորդ քաղաքապետերի օրոք։ Այդպես եղել է ինչ այժմ եւ այդպես շարունակվում է ընտրովի քաղաքապետների դեպքում։ Նման արատավոր, այսպես ասած, պրակտիկան ինչպես կարելի է կանգնեցնել։ Կարելի է այդ որոշումները արդյոք այսօր վերանայել։ Իհարկե, ապօրինի ցանկացած որոշում կարելի է վերանայել եւ ոչ միայն կարելի է վերանայել, այլ պարտադիր է վերանայման համար։ Ինչ վերաբերում է նրան, թե ամեն մի նախորդ իշխանություն է կամ քաղաքապետն է այդ։ Չէ, այսօրվա քաղաքապետարան երբ որ դիմում ես, պարզվում է, որ նրանք մեղավոր չեն, քանի որ որոշումը կայացվել է նախորդ։ Ես համոզված եմ, որ այսօր էլ որ մենք մի փոքր այսպես ասեմ քրքրենք, կտեսնենք, որ հիմա էլ այդտենց հեռու չեն ապօրինի որոշումներից։ Ամենայն դեպս նույնիսկ եթե նախորդ ասենք քաղաքապետի ժամանակ են կայացել, միևնույն է, դա իրենց չի ազատում քաղաքացիների շահը պաշտպանելու առումով։ Ամբողջ խնդիրը ես հենց այդ եմ ասում։ Խնդիրը կայանում է նրանում, որ կա համակարգ եւ անկախ նրանից ով է այդ բային քաղաքապետը, միևնույն է այդ համակարգը այդ ապօրինի որոշումները հերթով կայացնելով գնում է։ Եվ նույնիսկ եթե այդ բային տվյալ քաղաքապետը ասենք 2 օր է եկել է քաղաքապետը դարձել, բայց դեռ ապօրինի որոշում չի կայացել, միևնույն է, ինքը նախորդ ապօրինի որոշումների հետ կապված չի հետաքրքրվում, չէ՞, թե ինչ է եղել։ Մենք այսօր ունենք, ասենք, փակ շուկայի խնդիր։ Գրեթե 1 տարի ավել այդ խնդիրը առաջացել է եւ տեսնում ենք ամեն օր ինչ որ մի նոր ապօրինի քայլ է կատարվում։ Լավ, այսօրվա քաղաքապետանը գոնե այդ ապօրինի քայլերը կարող էր կանխել։ Իհարկե կարող էր կանխել։ Եթե որոշումը նույնիսկ փակ շուկայի վաճառելու, ասենք, նախորդներն են իրականացել, ինքը կարող էր դատական կարգով այդ որոշումը վիճարկել, որ առանց ճարտարապետական նախագծի, ինչի մասին ասում են, որ նախագիծը նույնիսկ չկա, թե ինչ պետք է արվի, ինչ աշխատանքներ պետք է։ Առանց դրա իրավունք չունեն իրենք ուղղակի այդ վաճառքը իրականացնել կամ թույլատրել նմանատիպ շինություն։ Այսինքն այստեղ խնդիրը պարզ է, որ հենց քաղաքական է, որտեղ եւ գնողը, եւ թույլատրողը, եւ հետևողը, եւ պատժողը, դրանք բոլորը մեկ իշխանության ներկայացուցիչ են, մի կուսակցության ներկայացուցիչ են, նույն շահն են սպասարկում, որը բացարձակ կապ չունի քաղաքացիների շահի հետ։ Ուստի եւ նմանատիպ իրավիճակներ բնականաբար առաջանալու են։ Ջազվես սրճարանում Եվ քայլում ես Թումանյան փողոցով, տեսնում ես, որ արդեն մեկ մետրանոց բետոնե ինչ-որ հարթակ են ստեղծել։ Քաղաքապետարանը ասում է, սալիկներն են փոխում։ Բետոնի պատը դու քո աչքով տեսնում ես, քաղաքապետարանը հայտարարում է, որ ընդամենը սալիկներն են փոխում։ Այսինքն, սա մի բանի մասին է խոսում, որ քաղաքապետարանը, մինչև այժմ անկախ նրանից ով է առաջի համար, ընդամենը մի խնդիր է լուծել այդ նեղ շրջապատի շահույթները ապահովելու խնդիրը։ Եվ դա է պատճառը, որ մենք նաև քաղաքացիների հետ հանդիպումների ժամանակ ասում ենք, սա քաղաքապետի ընտրություն չէ, սա ավականու ընտրություն է։ Եվ էական չի ով է լինելու քաղաքապետը, էականն այն է, թե ինչ ավականի ես ունենալու։ Այդ ավականին ինչ կուսակցություն, իսկ քաղաքական ուժ եւ վերջապես ում շահն է ներկայացնելու։
Եթե նա խոշոր օլիգարխիայի կոռուպցիայի մեջ թաթախված պաշտոնյաների շահն է սպասարկելու, ներկայացնելու, բնականաբար քաղաքացի դու որևէ արդյունավետ աշխատանք մի սպասի։ Եթե իրենց այդ աշխատանքը զուգահեռ կլինի քո շահերի հետ եւ իրենց եկամուտներ կապավի այդ ծառայությունը մատուցելը, նոր կարող է ինչ-որ մի փոքր առաջընթաց լինի, բայց գլխավոր առումով բնականաբար սպասել, որ առաջընթաց լինելու է, չէ, որովհետև տեսեք, պարզ է, որ Երևանում այսօր կենտրոնում տեղի ունեցող այդ կետային շինարարությունը խնդիր է մեզ համար դառնալու եւ տրանսպորտի առումով, եւ քաղաքաշինական նորմերի առումով, եւ տարբեր սեյսմականություն եւ այլ ամեն ինչ խնդիր է լինելու։ Հիմա, եթե իրենք քաղաքացու շահը սպասարկելուց լինեն, երբևիցե կետային շինարարություն չեն անի, այդ բակերը, փոքր բակերը, որ քաղաքի կենտրոնում կար, որը պետք է քաղաքացու մի փոքր նորմալ օդ ապահովել, իրենք այդ տարածքները ուղղակի չեն զավթի եւ կետային շինարարություն չեն իրականացնի։ Սա է պատճառը, որ այդ ատկատներ, կոռուպցիա, չգիտեմ ինչ եւ այլ բոլորը ընդհանրապես կառավարման համակարգի տակ է մտնում, թե ում շահն է սպասարկելու։ Միջև այժմ եղել է, որ մի խումբ մարդկանց շահ են սպասարկել, որտեղ այն մարդիկ, ովքեր դրա հաշվին շատ մեծ հարստություն են ձեռք բերում, իրենք բնականաբար ավելի էկոլոգիապես հարմար վայրում են Երևանում ապրում, կանաչով են իրենց շրջապատում, իրենց կողքը իրենց այդ առանձնատները հենց կանաչով են շրջապատված, կամ ասենք Հայաստանից դուրս են գույք ձեռք բերում, որ հետագայում իրենց երեխաները այնտեղ ապրեն, ոչ թե Հայաստանում ապրեն, ինչը շատ պաշտոնատար անձանց մոտ նկատում ենք։ Այսինքն այս խնդիրներն է, որը կարևոր է եւ բոլորի տակ հենց քաղաքական գործոն է տեսնում։ Շատ լավ, բայց այնուամենայնիվ այստեղ ես խնդիր եմ տեսնում։ Արդյոք քաղաքապետարանը այսօրվա իրավասությունները բավարար են։ Այսինքն մի օրինակ դիտարկենք, կառավարությունը որոշում է ընդունում գերակա հանրային շահի վերաբերյալ եւ այստեղից ամեն ինչ սկսվում է։ Այսինքն քաղաքապետարանը ճիշտ է, տալիս է իր թույլտվությունը, հաստատում է ծրագիրը, բայց չէ որ առաջին քայլը, որը որ հենց այդ ապօրինություններին մղում է, արվում է կառավարության կողմից։ Այսինքն օրենսդրական փոփոխության կարիք էստեղ տեսնում եք թե չէ։ Որոշակիորեն կա տենց խնդիր, բայց այնուամենայնիվ ձեզ հետ համաձայն չեմ, որ քաղաքապետարանը հանգիստ այսպես պետք է նստի։ Նախ, ինքը քաղաքացիների շահերի պաշտպանը պետք է լինի։ Այսինքն ինքը ոչ թե պետք է համաձայնությունը տա, այլ հակառակը։ Քաղաքապետարանը պետք է անհամաձայնություն տա։ Դիմանա կառավարության որոշումը։ Այո, ինչ կլինի։ Չէ, դե զեմ հարց։ Չէ, դե հանցագործություն չի։ Որովհետև քաղաքապետարանը Երևան քաղաքի բնակչի շահերը պետք է ներկայացնի։ Եվ եթե նա, այսինքն նույն կառավարման համակարգի մեջ չի, որը նույնիսկ դա այդպես է, հիմնավորեցի ես, բնականաբար ինքը կլինի դուրս կգա պայքարի, կասի, չէ, կառավարություն, այս դու ընդունել ես, բայց ես իմ համաձայնությունը չեմ տալի։ Եթե դու առանց իմ համաձայնության դա ուզում ես անել, դա ուրիշ խնդիր է, դա մեկ։ Երկրորդ, քաղաքապետարանը ինքը կարող է նախաձեռնողը լինել կառավարության դեմ բողոքի ակցիաների։ Կամ հենց ինքը իր աշխատողներով գնա եւ տվյալ վայրերում փորձի բողոքի ակցիաներ անի։ Բազմաթիվ նորմեր կան, որի արդյունքում խախտվում է։ Քաղաքապետարանը թող դատարան դիմի, այսինքն երբ որ քաղաքացին տեսնի, որ իր մեջքին կանգնած է ակտիվ քաղաքապետարան, ես համոզված եմ մի այնպիսի բողոքյալի կարող է բարձրանալ, որ կառավարությանը հաստատ դա նվազ չի թվա, ճիշտ չի թվա։ Ու կառավարությունը նմանատիպ որոշումների շատ հանգիստ կարող է հրաժարվել։ Եթե Արմեն Մարտիրոսյանը մի խումբ քաղաքացիների ստորագրությամբ, որպես падգամավոր, կարողանում է Բաքվում կանգնեցնել ավտոտնակների շինարարությունը կանաչ տարածքի հաշվին, ես 100% համոզված եմ, որ քաղաքապետարանը 1 միլիոնանոց քաղաքի ընտրված քաղաքապետարանը իր քաղաքապետով միանշանակ կարող է կառավարության ոչ նպատակահարմար որոշումները ժամանակի ընթացքում պայքարելով կանգնեցնել եւ քաղաքացիների շահը սպասարկել, պաշտպանել։ Այնպես որ վերեք մեղքը չբարթենք, ասենք միայն կառավարության վրա, որ ասենք կառավարությունը անում է, բայց քաղաքապետարանը, չէ, քաղաքապետարանը համաձայնությունը տալիս է կառավարությունն անում է։ Առանց քաղաքապետարանի համաձայնության քաղաքապետարանը դա չի անի։ Առավել եւս շատ տարածքներ պատկանում են հենց քաղաքապետարանին։ Ինքն է չէ տալի համաձայնությունը, թող չտա այդ համաձայնությունը։ Հասկանալի է։
Ես ուզում նաև անդրադառնանք մենք ավականու իրավասություններին։ Ասում եք ավականու ընտրություններ են իհարկե, բայց ավականին որպես կոլեգիալ մարմին կարող է իր որոշումները չասեմ թելադրել, բայց այնուամենայնիվ ազդել քաղաքապետարանի եւ քաղաքապետի որոշումների վրա։ Այսօրվա դրությամբ Այո, առնվազն գոնե օրենքի մակարդակով 22 ավականի կարող է սկսել քաղաքապետի անվստահության եւ հրաժարականի հարցի բարձրացնում եւ եթե մեծամասնություն ձևավորվի, կարող է հեռացնել քաղաքապետին։ Դա մեկ գործիք, կարևորագույն գործիք։ Երկրորդ, որոշումները քաղաքապետարանում ընդունում են այնուամենայնիվ ավականու միջոցով, այդ թվում նաեւ տարածքների սեփականաշնորհում, օտարում եւ այլ։ Այսինքն ավականին է, որ ըստ էության որոշող, այսինքն քաղաքապետի անձը պարզը կարևոր է, որտեղ ինքը օպերատիվ ըստ էության կառավարումն է իրականացնում քաղաքում, բայց չէ որ այդ որոշումները գլոբալ առումով ծրագրային նաև առումով հենց ավականին է կայացնում, այնպես որ Այսօր դա ֆորմալ բնույթ չի կրում, կարծում եք։ Այսօր ֆորմալ բնույթ է կրում, բայց այսօր ֆորմալ բնույթ է կրում նաև քաղաքապետի անձը, որտեղ անկախ նրանից ով է քաղաքապետը, միևնույն է այդ ապօրինի որոշումները կայացվում են, այդ ապօրինությունները կատարվում են եւ ոչ մեկ ոչ պատժվում է, ոչ հետևում են դրան։ Քաղաքապետը պարզը այսօր ֆորմալ է եւ ամիսներ շարունակ քաղաքացիներ, այդ թվում նաեւ ես պայքարում ենք, որպեսզի կրպակներ չլինեն, բայց գալիս է երկրի նախագահ եւ ասում է Տարոն ջան, սիրուն չի, ու այդ կրպակները ապա մոնտաժվում են։ Սա նշանակում է, որ քաղաքապետը տվյալ պարագայում որպես նույն թիմի անձ լինելով ինքը սպասում է թե իր ղեկավարը ինչ է ասելու։ Ես դրա համար եմ ասում, չէ, ավականին ով է եւ ինչ քաղաքական ուժ է կանգնած։ Ես իմ բիլբորդներում շատ հանգիստ ներկայացել եմ, թե ով է իմ առաջնորդը Ռաֆի Հովհաննիսյանը, որտեղ ես կարծում եմ Ռաֆի Հովհաննիսյանը եւ Հարև Երևան դաշինքին ձայն կբերի, չի պակասեսնյան եւ ես կարող եմ պարշճակատ նայել, ասել մի առաջնորդ է այս դաշինքի ետևում կանգնած, որը այս տարիների ընթացքում մաքուր գործունեություն է ծավալել եւ իր գործունեության հետագիծը սպիտակ է։ Եթե իրենք այսպես ասեմ վստահ լինեին, որ իրենց առաջնորդները կարող էին իրենց ձայն ավելացնել, իրենք PR-ի առումով ուրիշ բան չեմ ասում, PR-ի առումով գոնե կներկայացնեն, չէ, իրենց առաջնորդներին։ Ինչի չեն ներկայացնում իրենց ում ըստ էության քաղաքական ծրագիրն են նաև իրականացնելու։ Չեն ներկայացնում, որտեղ բոլորին քաչ հայտնի են այդ քաղաքական առաջնորդները եւ ով ինչ ծրագիր է այս տարիների ընթացքում իրականացել։ Դրա համար ցանկացած պարագայում ավականու դերը իսկապես շատ կարեւոր է եւ քաղաքապետը ընդհանրապես օպերատիվ կառավարումը իրականացնելով այնուամենայնիվ իրականում եթե ընտրված ավականի է ոչ թե կեղծիքներով դարձած ավականի բնականաբար իրանք ոչ թե ֆորմալ դերակատարություն կունենան, այլ հենց քաղաքապետը ինքը նաև ավականիներից կախված կլինի, որ ինքը այնպիսի գործունեություն չծավալի, որ ասենք իր թիմակիցները աման չեն եւ իրեն անվստահություն հայտնեն։ Այսինքն այս խնդիրները իսկապես կան եւ իրական խնդիրներ են։ Ես նաեւ այստեղ մի խնդիր եմ տեսնում, որի մասին падգամավոր եղած ժամանակ է ասում, որը ցավոք սրտի չընդունվեց։ Պարզը նաեւ թե ինչու։ Ժառանգությունը կողմեր, որ Երևանի քաղաքապետը ուղիղ ընտրվի քաղաքացիների կողմից։ Եվ ըստ էության մենք ունենանք ընտրովի քաղաքապետ ուղիղ ընտրությամբ եւ նաեւ ավականի եւ մեկը մյուսին ըստ էության հակակշիռ հանդիսանար։ Այդ հակակշիռի մեխանիզմը մենք ուզում էինք ներդրվել, բայց քանի որ իշխանությունները հասկանում էին, որ Երևանում ամենայն հավանականությամբ կընտրվի արդեն այսպես ասեմ ընդդիմադիր քաղաքապետ, դրա համար իրանք գնացին այն այսպես ասեմ վերջի գործիքները օգտագործելու, որ պարտադիր լինի իշխանությունից։ Դրա համար նախ ուղիղ ընտրություն չարեցին, երկրորդ էլ ինչ-որ բոնուսների մեխանիզմ ստեղծեցին, որ նվիրատվություն, էլի 10%-ներ ենք տալի քեզ, որ դու անպայման մեծամասնություն, որտեղ 50% իշխանության համար հավաքելը այնուամենայնիվ շատ դժվար է, իսկ 40%-ը ինչ-որ մի ձևով հնարավոր է։ Դա համար այդ մեխանիզմին գնացին, այսինքն օրենքներ նույնիսկ հարմարացրեցին իշխող կուսակցության համար։ Ուստի եթե հնարավորություն լինի ինչ-որ մի պայ, ապա Երևանի քաղաքապետը միևնույն է պետք է ուղիղ ընտրովի լինի, ոչ թե
այնպես լինի, որ 4 տարվա ընթացքում 3 քաղաքապետ փոխվի։ Երկրորդ հավաքանու լիազորությունները իրական պետք է դառնան նաև ընտրությունների շնորհիվ, երբ որ կա ընտրովի մարմին, նույնը իմիջիայլոց կարող ենք ասել խորհրդարանի հետ կապված։ Կառավարությունը այսօր ավելի, այսպես ասեմ, գերակա դիրք ունի, քան խորհրդարանը։ Ինչու՞։ Որովհետև խորհրդարանի ներկայացուցիչները կախված են կառավարության գործունեությունից, բիզնեսմեններ են հիմնականում եւ պարզ է գործադիրից կախում ունեն։ Եթե այդպեսին չլիներ իրական խորհրդարան, որևէ նախարար խիստ շահագրգռված լիներ, որ հանկարծ որևէ падգամավոր իրեն չքննադատի։ Եվ իր գործունեությունը այնպես կծավալեր, որ երբևիցե որևէ падգամավորի կողմից խիստ քննադատության չարժանանար։ Այսինքն կա իրականություն, որ ըստ էության նշանակով է դարձել մեր մոտ ցավոք սրտի ընտրովի մարմինները, որի արդյունքում արդեն իրենց գործունեությունը սահմանափակում են, դառնալ ֆորմալ, բայց օրենքով նորից եմ կրկնում ավականին բավականին լիազորություններ ունի եւ եթե իսկապես ընտրված ավականի լինի, շատ մեծաթիվ աշխատանքներ կարող է իրականացնել։ Շնորհակալություն։ Մինչ հարց իրանքը գործընկերներ տալը մեկ հարց էլ տամ եւ ես ավարտեմ։ Ընտրությունների վերահսկողության մասին եմ ուզում խոսենք, որովհետեւ նախագահական ընտրությունների ժամանակ կարծես թե վերահսկողության պակաս էլ կար կոնկրետ ձեր կուսակցության կողմից, որովհետեւ ոչ միշտ ամենտեղ կային վստահված անձինք ձեր այն տեղերում երբեմն կային, բայց ստիպված էին ոչ ինքնուրույն գործել։ Այս հարցերը այս անգամ ինչպես է կարգավորելու, այդ ուղղությամբ աշխատում եք թե ոչ։ Ուրեմն ցավոք սրտի մեր մոտ այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ չգիտես ինչու հենց մեզանից են պահանջում, որ վերահսկողությունը ապահովենք։ Որևէ մեկը չգիտես ինչու չի ուզում հիշի, որ խորհրդարանում 6 կուսակցություն է, քաղաքական ուժը ներկայացված։ Եվ այդ 6-ն էլ հանձնաժողովում տեղ ունեն, մենակ ժառանգությունը չի, այլ ուրիշները եւս ունեն։ Եվ եթե ժառանգության անդամը չի կարողանում ապահովել միայնակ, դա նշանակում է, որ մնացած 5-ը հակառակ գործունեություն են իրականացում, չհաշված 2-ն էլ, որ ընտրատարածքայիններն են նշանակում։ Այսինքն այստեղ կա ակնհայտ դիսբալանս։ Երկրորդ, այնուամենայնիվ որոշակի տեղամասերում մեզ հաջողվեց հաղթանակի հասնել եւ մենք հանձնաժողովի անդամներ ենք նշանակել այս դեպքում Երևանի ավական ընտրություններում այն անձանց, ովքեր իրենց տեղամասերում հաղթել են։ Երրորդ, այնուամենայնիվ որոշ վայրերում, որտեղ մենք ոչ միայն վստահված անձ չունեինք, այլ նաև հանձնաժողովի անդամների նկատմամբ ահաբեկում եղավ կամ գայթակղություններ տարբեր տեսակի եւ իրենք տրվեցին այդ եւ շանտաժին եւ գայթակղությանը եւ ինչ-որ ձևով ճիշտ չդրսևորությունից ունեցել ենք որոշ դեպքերում նաև գործընկեր կուսակցություններից ներկայացուցիչներ, ովքեր պայքարել են արդար ընտրությունների կամ արդար հաշվարկի համար։ Ես հույսով եմ, որ իրենք եւս այդ քաղաքական ուժերի կողմից ընդգրկված կլինեն, որտեղ բոլոր ուժերը խորհրդանում ներկայացված մասնակցում են եւ իրենք ըստ էության այս անգամ նաև շահագրգիռ կլինեն։ Եվ վերջապես պետք է նշեմ, որ հանձնաժողովի հետ կապված այլևս խնդիր չունենք, բացառապես հաղթանակ փետրվարի 18-ին հաղթանակ ունեցած անձանցով ենք կազմել։ Երկրորդ, դա կազմվել է նաև կենտրոնացման արդյունքում, որտեղ մարզերից որոշ ներկայացուցիչներ եկել են, ի տարբերություն նախագահականի, երբ որ դու քո ռեսուրսները ցրում ես, այս դեպքում կարողանում ես սելեկցիա կատարես եւ կենտրոնացնես եւ վերջապես ի տարբերություն փետրվարի 18-ի, երբ ցավոք սրտի քաղաքական ուժերը աշխատում էին Ռաֆի Հովհաննիսյանի դեմ, նաև այն տեսակետով, որ ամեն ինչ որոշված է, քաղաքացիներ մի գնացեք ընտրություններին, միևնույն է անիմաստ է, ձեր ձայներին մի հետևեք եւ մեր մի խումբ քաղաքացիներ ցավոք սրտի չմասնակցեցին, հնարավորություն ընձեռելով իշխանություններին իրենց փոխարեն քվեարկություններ անելու, թվանկարությամբ զբաղվելու, այս անգամ բարեբախտաբար մենք ունենք քաղաքացիներ բավականին շատ, ովքեր հենց իրենք են ուզում վստահված անձ լինել։ Այսինքն իրենք արդեն պատրաստ են իրենց ձայնը պաշտպանել։ Սա ոգևորիչ է եւ ես կարծում եմ մենք
նաև վստահված անձանցով ապահովված կլինենք տեղամասերում։ Շատ լավ։ Ես ուզում եմ ձայն իրենք տալ նաև լրագրողներին, եթե որևէ մեկը հարց ունի, խնդրեմ ներկայացեք եւ ուղղեք ձեր հարցը։ Խնդրեմ։ Արմատներთან այսպեսի մի հարց, դուք ասեցիք, որ անդրադառնալով քաղաքապետ Անի աշխատանքի, որ ամբողջը համակցված մի շղթա է։ Հիմա ժառանգությունը, բարև Երևանը մեծամասնություն է ստանում, դառնում է քաղաքապետ, շղթան մնում է նույնը, դուք որպես մի օղակ այդ շղթայով կարողանեք ինչ-որ բան փոխել, հատկապես եթե հաշվի առնենք, որ Երևանում բոլոր կառուցվող ապօրինի շինարարությունները կամ պահպանումները պատկանում են ինչ-որ մականունավորների կամ բարձրաստիճան պաշտոնյաների, ինչ եք անելու կոնկրետ գործնական քայլերի մասին։ Ուրեմն նախ ասեմ, եթե ձեր ասածը ձեզ կարծում եմ իրականությանը շատ մոտ է ձեր ասածը տեղի ունենա, ապա նախ այլևս այդ լիազորությունները այնքան են, որ կհերիքեն պայքարելու համար։ Այնպես չէ, որ դա չի չէ։ Դա բավականին շատ է։ Հենց դրա համար է ամբողջ Հայաստանը կենտրոնացել է նաև իշխանությունը, որպեսզի Երևանում փորձի հաղթանակ տանել։ Երկրորդ, մեր բարեբախտությունը կայանում է նրանում, որ Երևան քաղաքի այս ընտրությունների մասնակցող Բարև Երևան դաշինքում հենց օլիգարխներ չկան, պաշտոնատարանձիկ բիզնեսով զբաղված չկան, մարդիկ են, որոնք մաքուր հետագիծ ունեն եւ դա հենց հնարավորություն է ընձեռելու այդ ձեր ասած ապօրինությունների դեմ պայքարել։ Առաջի հերթին թույլ չտալ։ Դա արդեն միանշանակ ես կարող եմ երաշխավորել, նույնիսկ եթե չեմ սխալվում, Facebook-ում է դված ինչ-որ վերլուծություն էին արել, թե ծրագրում որ բառն է ամենաշատը դրված ամեն մեկի մոտ։ Դա հենց մեր ինֆոգրաֆիա։ Բարև Երևանի մեջ հանրայիններ, չէ՞ առաջինը։ Առաջինը հանրայիններ, երկրորդը ոչը։ Այդ երկու բառը, այսինքն, սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ բոլոր որոշումներն ընդունվելուց առաջ պարտադիր պետք է լինեն հանրային քննարկումներ, եթե դա այսպես ասեմ, ինչ-որ գլոբալ քայլերի հետ կապված է։ Չի լինելու որոշում, որի հետ կապված հետո նոր սկսելու են քննարկել, թե ինչ արեցինք, եւ քաղաքացին պետք է մուտք ունենա, քաղաքապետարը նաեւ այդ որոշումների կայացման ժամանակ ինքն իր կարծիքը պետք է ասի։ Էլ չեմ խոսում հասարակական եւ մասնագիտացված կազմակերպությունների խմբերի մասին։ Սա մեկ։ Երկրորդ, այն որոշումները, որոնք նախկինում նորից եմ կրկնում, ընդունվել են, անկախ նրանից, որ մի օլիգարխն է դրա ետևում կանգնած եւ որ մի պաշտոնյան է կանգնած, այդ բոլոր որոշումները անպայման դատական կարգով վիճարկվելու են։ Եթե այնպիսի որոշում է, որը հնարավոր է չեղյալ հայտարարելով կասեցնել այդ գործընթացը, ապա բնականաբար դա այդպես արվելու է։ Բայց եթե արդեն սկսված գործընթաց կա, բնականաբար դատական հանգուցալուծում այդ ամենը ունենալու է։ Եվ նաև ամենայն դեպս խորհրդարանի մեր 5 տարվա գործունեությունը ինձ մի համոզման է բերել, որ եթե իսկապես կան պայքարող քաղաքական խմբեր եւ հասարակական քաղաքացիական խմբեր եւ դրանք միանում են իրար, ապա հարցը լուծվում է։ Խնդրեմ ներկայացեք։ Պարոն ասացիք, որ բալանս չկա, հա, ընտրակեցիքների դեմ պայքարելու հարցում խորհրդանական խմբակցությունների մասով, ժառանգությունը միայնակ է։ Չէ, չասեցի միայնակ, ասի պահանջում են ժառանգությունից, դա նշանակում է, եթե ժառանգությունից են մենակ պահանջում, ուրեմն իրենք այլ աշխատանք են տարել ամենայն հավանականությամբ։ Հիմա ՀԱԿ-ը առաջարկում է միասնաբար պայքարել դաշնակցությանը եւ վարկավաճին, ինչպես է գրավել միանա Գիտեք, կեղծիքը միայն տեղամասում չի, որ լինում է։ Եթե խնդիրը միայն տեղամասում պայքարելու կեղծիքների դեմ պայքարելուն է վերաբերում, դա բոլորովին այլ հարց է։ Բայց ես եւ դուք շատ լավ գիտենք, չէ՞, որ կեղծիքը որտեղից է սկիզբ առնում։ Կեղծիքի մի աղբյուր է, երբ որ դու շուտ քարոզչություն ես իրականացնում գործընկերների դեմ սև PR ես անում։ Կեղծիքի մի այլ աղբյուր է, երբ որ դու ընտրակաշառք ես բաժանում։ Կեղծիքի մեկ այլ աղբյուր է, որ ստվերային ինչ-որ պայմանավորվածություններ ունես իշխանությունների հետ։ Կեղծիքի մի այլ աղբյուր է, երբ որ դու ինքդ չես անում նույն բաները, բայց այն մյուսի արածը չտենալու ես տալիս։ Այսինքն կեղծիքները շատ են։ Եվ միայն տեղամասում
սպասել, որ ինչ-որ բան պետք է լինի, դա կեղծիքի ընդամենը մի այլ ճյուղ է։ Դա համար եթե խոսում ենք իրական պայքարի մասին, ուրեմն իրական պայքար են, խնդիր չկա, բայց երբ որ դու ասում ես միասին պայքարեն կեղծիքների դեմ, ու նույն պահին քո կայքեջը, քո թերթը, քո հեռուստաընկերությունը ամենավերջի սև պիարն է իրականացնում Բարև Երևան դաշինքի նկատմամբ կամ լսում ես, որ ցուցակագրում են գումարների համար, այսինքն այդ դեպքում մասնակցել այդ աշխատանքին, որ ինչ անենք, չէ՞։ Որ ինչ լինի։ Այսինքն այս խնդիրը կա, եթե բովանդակային է, խնդիր չունեմ, բովանդակային ես կարող եմ ցանկացած քաղաքական գործչի, ցանկացած քաղաքական ուժի հետ գնամ պայքարելու, որտեղ ժառանգությունը, այս դեպքում նաև Բարև Երևան դաշինքը համոզված եմ ապացուցելու է դա։ Մեզ համար միշտ կարևոր է եղել խնդիրը, ինչ խնդիր է եւ լուծման ուղիները որոնք են։ Եթե այդ երկուսի հետ կապված կա համընկնում, էական չէ ով է, որ քաղաքական ուժն է կանոնած։ Մենք գնացել ենք եւ միասին փորձել ենք լուծել այդ խնդիրը, բայց եթե մենք ընդամենը ինչ-որ ձևական ստորագրություն պետք է դնենք կամ ինչ-որ մեկի ձեռքերը ազատելու գործընթաց պետք է անենք, որ տեսեք, այս մեկը փողը որ տալիս է, էդի կարելի է, բայց որ հանրապետականն է փողը տալի, էդի չի կարելի, չի լինելու տես բան։ Ժառանգությունը այտենց կրկնակի ստանդարտներով երբեք չի առաջնորդվել։ Ինքը չի ասում, եթե մարտի 1-ի այդ իրադարձություններին ակտիվ մասնակցող այդ ժամանակ իշխանության ներկայացուցիչ էր, հետո մի ամիս հետո իշխանությունից դուրս է եկել, ինքը այլևս կապ չունի մարտի 1-ի հետ։ Իշխանության համար միևնույնն է։ Ես կարող եմ այդ ինչ-որ քայլ խնդիր լուծել, բայց իմ համար գնահատական արդեն տվել եմ եւ մնում է նույնը։ Ինքը մարտի 1-ին մասնակցություն է ունեցել։ Մարտի 1-ը շատ լայն հասկացողություն էր, մարտի 1-ը միայն կրակելը չի։ Մարտի 1-ը կրակելը հիմնավորումն է, մարտի 1-ը կրակելու հիմնավորումը միջազգային գործընկերներին ներկայացնելը եւ դա արդարացնելն է։ Շատ բաներ կան։ Կառավարման համակարգ այս տարիներին, որ այսպես է դարձել, հո մի օրում չի դարձել։ 5 տարի, ասենք, կամ 10 տարի հանրապետականը եկավ իշխանության ու սկսեց լրիվ փոխվեց, չէ։ Ունեցել ենք Ռոբերտ Քոչարյան նախագահություն, ունեցել ենք Լևոն Տեր-Պետրոսյան նախագահություն, ունեցել ենք 95-ից կեղծված ընտրություններ, չէ՞ որ համակարգը անընդհատ աստիճանաբար ինքը սկսեց այսպես դեգրադացվել եւ վերջում ունեցանք այն ինչ որ հիմա այս պահին ունենք։ Հիմա ասենք, չէ, այս խնդիրը այլևս կապ չունի, որ Ռոբերտ Քոչյանը 10 տարի նախագահ է եղել եւ այս կառավարման համակարգն է բերել։ Չէ, իհարկե չէ։ Կամ Լևոն Տեր-Պետրոսյանը, որ 95 թվականից կեղծված խորհրդանական ընտրություններից սկսած ինքը այդ ժամանակ նախագահ է եղել, կամ 96։ Այսինքն այս խնդիրները ակնհայտ են եւ եթե քայլ անում ենք, ուրեմն բովանդակային։ Հակառակ պարագայում դուրս է գալու, որ մենք ընդամենը փորձում ենք իշխանություն փոփոխել, ոչ թե համակարգ փոփոխել, այլ իշխանություն փոփոխել։ Բայց մեր խնդիրը դա չէ։ Մեր խնդիրը ի սկզբանե դրել ենք եւ ասում ենք, դա համակարգ փոխելն է։ Անձերի խնդիր, որովհետեւ մենք չունենք։ Ինչ տարբերություն այս անձն է, թե այն անձն է։ Գալու են նույն համակարգ աշխատելու։ Խնդրեմ ձեր հարցը։ Շնորհակալություն Ալիզատ Խանջյանի։ Պարոն Մարտիրոսյան, մի թե մի փոքր շեղենք ա թեմային։ Ոստիկանությունն ենք ասում հրավիրել այս։ Երբ։ Այս վերջի շրջանում։ Հա։ Ոստիկանություն չէ, հատուկ հնչական ծառայություն։ Ինչ է տեղում ունենում։ Հարցաքննություն։ Դասական հարցաքննություն էր տեղի ունենում, որտեղ նստած էր քննիչը, պարոն Մելքոնյանը, նստած էր իմ շահերի պաշտպան Սեդա Սաֆարյանը եւ ես։ Դասական հարցաքննություններ, որտեղ ես ներկայացրեցի այդ օրվա իրադարձությունները դետալացված կարգով, նաեւ ոստիկանության կողմից իր լիազորությունների չարաշահումը, ապօրինի որոշակի քայլերը, այդ թվում նաեւ իմ որպես տեխնատուրի Քարոզ Արշավի խանգարմանը։ Տեսեք, ուրիշ բան չեմ ասում։ Առավոտյան դեպքի հետ կապված, որ ասում են երթևեկելության համար, երթևեկելի գոտի էր, նախ ամբողջ ճանապարհը Երևանով եկել եմ ճանապարհի աջ հատվածով, որևէ տեղ խցանում չի առաջացել։ Հիմա
Այսօր ժամը 12:30-ի կողմերն էր երևի 1:15 պակաս այտենց Բաղրամյան պողոտայով բարձրանում էի դպրոցի դեմը ուղիղ 3 շարք մեքենաները կանգնած էին 3 շարք այդ 3 եզրագծերից միայն ամենաձախն էր գոտին երթևեկելի գոտին որ բաց էր որոշակի առումով մի հատ ոստիկանության ներկայացուցիչ չկար ուր էին թե երբ ես քարոզարշավ եմ անում աջ հատվածով ճանապարհի հանգիստ առանց խցանումների առանց որևէ ավելորդությունների քարոզարշավս անում եմ այդ ժամանակ չի կարելի բայց այս դեպքում կարելի է հանրապետական կուսակցության ներկայացուցիչները երբ որ ճանապարհը քարոզարշավի ժամանակ փակում են դա կարելի է դա չի խանգարում մնացած քաղաքացիների երթևեկությանը բայց երբ որ ես եմ հանգիստ առանց խցանումների գնում դա խանգարում է բայց ոստիկանության գործառույթը դա չի ես կարող եմ նույնիսկ խանգարել ոստիկանության գործառույթը իմ անվտանգությունը երթի մասնակիցների անվտանգությունը ապահովելն է երթևեկությունը ինքը պետք է տվյալ պարագայում օժանդակի որպեսզի արագորեն կարգավորվի եւ ոչ թե խոչընդոտ դենց է ոստիկանությունը դա բանանում հիմնավորումը այն ա եղել որ ես աջ հատվածով գնացել եմ պողոտայով եւ դա երթևեկության համար խոչընդոտ է հանդիսացել իրենց այդ ապօրինությունը որ սկսվեց բռնությունը ժողովրդի նկատմամբ իմ ծնողի նկատմամբ իմ աղջկա նկատմամբ եւ առավոտյան այդ իրադարձությունը որ եղավ երեկոյան իրադարձությունը ինչքան հասկանում եմ առավոտյան իրադարձության պատասխանն է իմ նկատմամբ որը եւս ընդունելի չէ եւ չարաշան է ես երբեք կյանքում առաջինը չեմ խփում այդ վիդեոյի մեջ էլ շատ լավ երևում է թե առավոտյան վիդեոյի դուք երեկոյան մասին եք ասում թե երեկոյանի մասին այնքան լավ առաջինն եմ եւ Հայնյուզը դրել էր այսօրից էր ոնց որ դրել թե ինչ այնքան լավ է երևում ինձ առաջինը խփելու պահը որ էլ ասելու չի եւ նույնիսկ հետարքիր է օրինակ ոստիկանությունը ասում էր ես ասել եմ որ ավտոմատ կար երեք հայտարարել են որ ավտոմատ չի եղել ես հիմա հարցնում եմ ձեր ներկայությամբ բիզոնի ուսի գցածը խաղալիք ավտոմատ էր կադրերում հստակ երևում է չէ հարցնում եմ խաղալիք ավտոմատ էր գցածը եւ ամենավատը նույնիսկ իմ հետ կապվածը չի ամենավատը այս դեպքում իմ աղջիկա հետ կապվածն ամենավատը երեք իմ աղջիկը չեկավ Ծիծեռնակաբերդ ինքը միշտ իմ հետ եղել է Ծիծեռնակաբերդին այդ երթին մասնակցել է երբ որ մայրս հարցել է ինչի չես գալի ասում է հեռուստատեսությամբ ցույց տվեց ոստիկանին ասեց իրանք էլ են ընդեղ ելնելու ասում ասեցի հա ասեց ձեր չեմ գա իրանք մենակ ծեծում են իրենց պահվածքը դա է խաղաղ երթի մասնակիցների կնոջ եւ երեխային միայն կարան բռնության ենթարկել ու դրանից հետո ինչ որ արդարացում են փնտրում հələ ես քարոզարշավ չեմ անում լավ դնում եմ մի կողմ կարելի է այդ ձևով անել սա է լինելու ոստիկանության պահվածքը դրանով հարցել է գալի անհավատան երկուսի ինքնությունը հայտնի է այդ ոստիկանների երեկոյան Facebook-ի շնորհիվ եւ տեղյակ եք նրանք էլ են կանչվել ԿՍՏ ոչ բացարձակ իրենց անձինց բացարձակ չի հետաքրքրում իրենց անձը թող ոստիկանությանը հետաքրքրի որ նմանատիպ պահվածքով ոչ adekvat սադիստական գազանային հակումներով ինչ որ անձիկ կա իրենց մեջ եւ եթե իրենք ուզում են իսկապես ժողովրդի կողմից վստահության արժանանան ինչի մասին անընդհատ բարձրացնում են ապա պետք է նմանատիպ կադրերից ուղղակի րոպե առաջ ազատվեն առավել եւս ինձ տեղեկություն է եկել որ այդ բիզոն կոչվածը ինչ որ նկատողություն է ստացել անցած տարի նորից նմանատիպ վարկագծի համար ինչ որ քաղաքացիների նկատմամբ ոչ adekvat պահվածքի բռնության չգիտեմ ինչի համար այսինքն ինչի մասին է խոսքը ես խնդիր չունեմ ես առողջ տղամարդ եմ կարող եմ ասենք դիմանալ բայց ասենք դրա փոխարեն եթե լիներ մի անձնավորությունը որը մի քիչ ավելի նվազ առողջական տվյալներ ունի ինչա պետք է սպանեին այդ մարդուն ինչ պահվածք է դա
Դե հարցաքննության եմ ես կանչվել, այդքան է այս պահին։ Լավ, նյուսերի մի հարցը։ Անդրադառնալով համագործակցությանը դրախախտումների դեմ պայքարին, երբ ինձ հիշողությունը չի դավաճանում, խորհրդարանական ընտրություններից առաջ 3 քաղաքական ուժ Հայաստանի կոնգրեսը, Դաշնակցությունը, ԲՀԿ-ն, նաև սկզբում Ժառանգությունը համագործակցեցին, այնուհետև ընդհանուր հայտարարիչ եկաք, որ Ռուբեն Հակոբյանը հայտարարեց, որ Չէ, դուք հարցը ձևակերպեք, ես կճշտեմ։ Մեկնաբանություններ, որոնք որ դուք քիչ առաջ ասեցիք, այսինքն վիճակը 1 տարվա ընթացքում չի փոխվել եւ պատճառները նույնն են։ Ուրեմն նախ Ժառանգությունը չի մասնակցել, այլ ընդամենը նախաստորագրություն է դրել, դրանք տարբեր բաներ են բոլորովին։ Գործընթացի չի մասնակցել եւ հենց նույն վարկյանին Ռուբեն Հակոբյանը հայտարարել է, որ սա նախաստորագրություն է, որտեղ սա պետք է ստորագրվի առաջի դեմքերի կողմից։ Կուսակցությունը, ինչը բնականաբար մերժվել է։ Դա մեկ, ոչինչ չի փոխվել։ Հարցի երկրորդ մասին։ Երբ կներեք երկրորդ հարցը, երեք Տիգրանակաբերդում տեղում եսավ մի միջադեպ, Բարգավաճ Հայաստանի առաջնորդին թույլ չտվեցին անցնել այն տարածքով, որտեղ րոպեներ առաջ, մի կես ժամ առաջ անցան նախագահ, կառավարության անդամներն ու մնացած պատգամավորները։ Ինչու միտում տեսնում եք այդտեղ։ Չէ, ես սովորական Ռաֆ Հովհաննիսյանն էլ տենսորաբար միշտ անկախ նրանից պատգամավոր ենք եղել, պատգամավոր չենք եղել, որևէ խնդիր այդտեղ չեմ տեսնում։ Խնդրեմ, եթե հարցեր ունեք։ Պարոն իշխանական ուժերից բացի այլ ընտրությունների մասնակցող այլ ուժերի մասով ծրագրերի վերաբերյալ անհատներ ստացել եք։ Այո։ Կարող եք ասել, որ ուժի մասին է եւ ինչ։ Հիմա ասեմ, Տիասյան Սևպիարը իրականացնում, դա մար չեմ ասի, դուք որպես լրագրողներ ազատ եք հետաքրքրվելու։ Ձեզ հաստատ ձեր հարազատները, ընկերները ինձանից շատ ինֆորմացիա կտան։ Ինչ բնույթի են, կա շարք։ Իհարկե, կա շարք, Սևպիարը արդեն դուք ինքներդ տեսնում եք թերթերում, իրենց կայքեջերում, ամենավետ իշխանություններին թողած մեր նկատմամբ։ Այդ հարցը Անուններ չեմ տա, որ չասեն Սևպիարանը։ Կաշղթների մասը է հարցը։ Կաշղթների մասը է հարցը։ Տարբերություն չկա։ Լավ, այլ հարցեր կան։ Միևնույն է չեմ ասի, որտեղ կասեմ Սևպիարը։ Խնդրեմ։ Քաղաքապետարանի գործունեության կապված երաժշտությունից այսպես է ստացվել ամենայնպես, որ քաղաքապետը կառավարության անդամ է եւ ներկայացնում է կառավարությունում նախագծերը եւ այլն։ Դու այդպես եք Կառավարության անդամ չէ, կառավարության անդամները նիստերին մասնակցում են։ Նիստերին մենք էլ ենք մասնակցում որպես պատգամավոր, կառավարության անդամ չէ։ Դա տարբեր է, որտեղ նրա բոլոր ներկայացած նախագծերը ազդում են միայն կառավարությանը։ Հիմա այս դեպքում դուք ինձ հետ պատգամավոր եք եղել եւ կան նախագծեր եւ իմամի խմբակցությունները ներկայացնում են օրինագծեր եւ դրանք միանշանակ ներդրում են ու ըստ պաշտոնական ցուցանիշների մեծամասամբ, 99%-ը իմամի խմբակցությունների օրինագծեր վերջնվել։ Այս դեպքում դուք դիմադիր եք դիմադիր քաղաքապետ եք, այլ տավակություն չկա, որ Բացարձակ բոլոր ձեր նախագծերը կվերժվեն եւ կլինեն այնպես, ինչպես արդեն մեծամասամբ։ Բացարձակ որևէ մտավախություն չունեմ։ Նախ այն գործիքակազմը, որ ունի քաղաքապետարանը ներկայումս, դա էլ բավարար է, որպեսզի նորմալ ձևով քաղաքացիների շահը սպասարկես։ Դա մեկ։ Երկրորդ, նորից եմ կրկնում։ Այն քաղաքապետը, որը կունենա հասարակության աջակցությունը, որը քաղաքացիների շահը սպասարկի, ինքը անխոցելի քաղաքապետ է լինելու։ Որովհետև շարունակեմ, որովհետև եթե կա ռեսուրս ադմինիստրատիվ եւ դրան գումարվում է նաեւ քաղաքացիների աջակցությունը, դու պատկերացեք դա ինչ է ես ներկայացնում։ Դրա համար ես այս առումով բացարձակ խնդիր չեմ տեսնում, որքան էլ ինչ որ փորձագետներ բան ուզում են հակասություն տեսնել, որ գիտեք, եթե դիմադիր քաղաքապետ եղավ, երևանցիների աղբը չի ավակվելու, ջուրը կտրելու են, հոսանքը էլեկտրաէներգիա չեն ունենալու, օդնել են փակելու, չի լինելու տես բան։ Ինչ ձևի ահաբեկում ասես արել են։
Նույնիսկ այն աստիճանի, որ աշխատողներին ահաբեկում են դպրոցի կամ մանկապարտեզի, որ գիտեք, հանկարծակի Արմեն Մարտիրոսյանն եկավ քաղաքապետ, ձեզ բոլորիդ ազատելու են։ Կարծեք թե այդ նույն ուսուցիչները ոչ Արմեն Մարտիրոսյանին են դաս տվել, ոչ Արմեն Մարտիրոսյանի երեխաներին են դաս տալիս, կամ Արմեն Մարտիրոսյանի հարազատներից չեն, հարևաններից չեն այդ ուսուցիչները, ինչի համար։ Մենք կուսակցություն ենք։ Այս դեպքում Բարև Երևան դաշինք է։ Սա ոչ մանկավարժական համալսարան է, որ կադրեր ունի ու պետք է բոլորը իր կադրերով ապահովի։ Ոչ էլ իշխողների տրամաբանությունը եւ իրենց պատկերացումներն ունեն, որ միայն մեր կուսակցականը կարող այստեղ աշխատի։ Խնդիր չկա։ Պարոն Մարտիրոսյան, գիտեք, այսինքն դիմադրի քաղաքապետն է ղեկավարելու այդուհետ, եթե հաղթեք բողոքի բոլոր ակցիաները Երևանում։ Չկասկածեք։ Իսկ կներեք որպես հարցի շարունակությունից ինչ եք անելու, երբ որ քաղաքապետարանում եւ վարչական շրջանների աշխատակիցների գրեթե կեսից ավելին կարող նույնիսկ ասել 70-80%-ը ասենք հանրապետական է։ Բարեբախտաբար, երբ իրենք ծնվել են, իրենց կնքելուց չեն գրել հանրապետական ու տենց էլ հա? Չէ, նորից եմ կրկնում, մի քիչ ուշ եկար, ես առաջին նախադասությունները, որ ասեցի, չլսեցի, ազատություն են ստանալու։ Ես ասել եմ, որ մեր քաղաքացիները առաջերտին ազատություն են ստանալու։ Իրենք ազատություն են ստանալու։ Ես գիտեմ, որ իրենց լավ համեստաբար ասեմ 50%-ը պարտադրված են դարձել կուսակցական։ Համեստաբար ասեմ, էլի։ Չէ, իրենք ազատություն են ստանալու, ամեն մեկը իր գործով է զբաղվելու։ Ամեն մեկը բացառապես իր գործով է զբաղվելու։ Որևէ խնդիր չի լինելու։ Էլի հարցեր կան։ Պաստոր է, մնացել ինչպես է գնահատում շանսերը, ասում եք հաղթանակի դուրս, իսկապես իրատեսական է դա, այսպես է մեծամասնություն եք ձևավորելու մեկ դաշինք։ Իրատեսական համարում եմ։ Իրատեսական համարում եմ հաշվի առնելով փետրվարի 18-ի ընտրությունները։ Եթե փետրվարի 18-ի ընտրությունները տեղի ունենան նաև մայիսի 5-ին, այսինքն նույն ձևով քաղաքացին քվեարկի, բնականաբար որևէ խնդիր հաղթանակի հետ կապված չեմ տեսնում։ Ամբողջ խնդիրը ես տեսնում եմ քաղաքացիների հետևողականության մեջ, որտեղ հիմա տեսնում ենք կեղծ թիրախներ են առաջ եկել եւ քաղաքացիներին փորձում են շեղել, այսպես ասեմ, պատկերացեք կա պտուտակ, որ անհրաժեշտ է հանել։ Այդ գործիքները, որ օգտագործում ես, չես կարողանում հանես, որտեվ ամուր, այսպես ասեմ, նույնիսկ այն ժանգնել, որ բռնա չի չեք հանդել պտուտակը, բայց հատուկ նյութեր կան, քիմիկատներ, թույներ, որոնք լցնում ես ու ինքը կար ժամանակ հետո ոնց որ թե փակկացում է, ջանգը մաքրում է ու հնարավոր է լինում գործիքով քանդել։ Հիմա որոշ ուժեր կան, որոնք այդ թունակ քիմիկատի դերն են կատարում, որ պետք է թույլատնեն Բարև Երևան դաշինքը։ Որոշ ուժեր կան, որ այդ գործիքի դերն են կատարում, որ պետք է հնարավորինս Բարև Երևան դաշինքից ձայներ փորձեն փախցնեն։ Այսինքն այդ ամենը կա։ Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, թե մեր քաղաքացին ինչպես կվերաբերվի նմանատիպ քաղաքական գործընթացին։ Շատ լավ կարծում, հարցերը սպառվեցին, հետևքում շնորհակալություն հայտնենք պարոն Մարտիրոսյանին շատ հետաքրքիր եւ անկեղծ կուսակցության համար։ Ես մենք հիշեցնել, որ մենք գտնվում ենք մեդիա կենտրոնում, այսօրվա մեր հյուրն էր Բարև Երևան դաշինքի նախընտրական ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցնող Արմեն Մարտիրոսյանը, դες հետ էր Ռիտա Կարապետյանը, ցտեսություն կհանդիպենք։